թե ինչու Տաշեր արենայի կառուցումը եւ բացումը այդքան հետաձգվեց։ Այս հարցը ինձ թվում է հետաքրքրում է բոլորին։ Շնորհակալություն Զարա ջան, հարգելի լրագրողներ, բարի երեկո, ուրախ ենք ձեզ ողջունել Տաշիր արենայում։ Մի փոքրիկ նախաբան պատասխանելով հարցին, նախ երբ որ Տաշիր ընկերությունների խումբը ձեռք բերեց Երևանյան կրկեսի շենքը, այդ պահին գտնվում էր վթարային վիճակում եւ անվտանգ չէր շահագործման համար։ Հետևաբար ուսումնասիրություններ կատարելուց հետո որոշում կայացվեց, որ ավելի անվտանգ է շենքը քանդել եւ կառուցել նոր, ավելի նորարար, ավելի անվտանգ շենք։ Ինչն էլ սկսեց անել Տաշիր ընկերությունների խումբը, որը կարողանում է շատ լավ անել։ Կարծում եմ գիտեք, տեսել եք, որ ինքնին շենքը բավականին կարճ ժամանակում կառուցվեց, բայց հետո կար խնդիր այն համալրել տեխնոլոգիայով եւ տեխնիկայով։ Եվ Սամվել Կարապետյանի կողմից կար դրված խնդիր, որպեսզի շենքը լինի բազմաֆունկցիոնալ եւ համալրված ամենանոր տեխնոլոգիաներով։ Եվ թիմը լծվեց այդ գործով, սկսվեց նախագծման փուլը, հետո ձեռքբերման փուլը, հետո մոնտաժային եւ փորձարկումների։ Բնականաբար նույն COVID-19-ի համաճարակը արցախյան դեպքերը իրենց շտկումները մտցրեցին այդ բոլոր process-ների մեջ, բայց կարծում եմ բոլոր սպասումները արդարացված են, քանի որ մենք հասանք մեր նպատակին եւ ստացանք ոչ միայն Երևանի, Հայաստանի, այլ նաև ամբողջ տարածաշրջանի համար շատ բարձր մակարդակի, անվտանգ, իրոք դուք արդեն կարող եք նաև տեսնել տեխնոլոգիաներով, ամենանոր տեխնոլոգիաներով հագեցված շենք, հարթակ, որտեղ կարող ենք անցկացնել շատ եւ շատ տարբեր տիպի միջոցառումներ հայ եւ ոչ միայն Հայաստանի հանդիսատեսի համար։ Կարծում եմ բոլորս կգնահատենք այն աշխատանքը, ինչ որ կատարվել էր այդ ընթացքում։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Եվ այսպիսով ձեր հարցերը, խնդրեմ, ձեռքը բարձրացրեք, որ ձայնախցիկը ձեզ մոտեցնեն։